Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն, ամռանը։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, GM Legal փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանին։ Բարև ձեզ Տիկին Մելոյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Մելոյան, երեկվանից Նիկոլ Փաշինյան արդեն մի քանի գրառում է արել, որով ադրբեջանական կողմին առաջարկում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ասում է, որ ինքը պատրաստ է այս պահին դա անել, բայց Ադրբեջանից բնականաբար իրենց նախապայմաններն են թելադրում, սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ այլն, դրանք անվերջ են։ Նախ ձեզ պետք է խնդրեմ իրավական առումով պարզաբանել համաձայնագրի եւ պայմանագրի տարբերությունը, որովհետեւ ի սկզբանե խաղաղության պայմանագրի մասին էին խոսում, հիմա արդեն իշխանությունները խոսում են համաձայնագրի մասին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մարդկանց հանրության ուշադրությունը գրավեց եզրույթների փոփոխությունը։ Սկզբում տարի շարունակ իրենք խոսում էին խաղաղության պայմանագրի մասին ու խոսույթային փոփոխություն իրականացրեցին, արդեն կարծես պայմանավորված ու համաձայնեցված բոլորը նշում են խաղաղության համաձայնագիր եզրույթը։ Ինչ տարբերություն։ Իմ հաշվի առնելով մեր նախկին փորձերը միջազգային պայմանագրերի հետ կապված, սկսած նոյեմբերի 9-ի տխրահարչակ կապիտուլյացիոն ակտից, դրան հաջորդած մի շարք հայտարարության տեսքով միջազգային պայմանագրերից, կարող ենք ենթադրություն անել, որ միտում ունեն այն ստորագրելու դեպքում խուսափել ներպետական վավերացման գործընթացից։ Ինչ ասել է ներպետական վավերացում, մեր սահմանադրության համաձայն բոլոր միջազգային պայմանագրերը, որոնք ունեն ռազմական քաղաքական բնույթ ու թվարկված է, թե որ դեպքերում պարտադիր պետք է ներկայացվեն սահմանադրական դատարան նախնական վերահսկողության եւ դրական եզրակացություն ստանալուց հետո սահմանադրության համապատասխանության տեսանկյունից այդ փաստաթուղթը պետք է վավերացվի ազգային ժողովում, օրենսդիր մարմնում։ Սա զսպման հակակշռման մեխանիզմ է նաեւ, որը միտում ուներ կանխարգելելու մեկ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, այս դեպքում վարչապետի կողմից ազգի համար բախտորոշիչ որևէ փաստաթուղթ միանձնյա ստորագրելու եւ կյանքի կոչելու։ Այսինքն 3 պետական մարմին է ներգրավված՝ սահմանադրական դատարանը, ազգային ժողովը եւ գործադիր իշխանության ղեկավարը։ Մենք ինչպես ընդգծեցի, բազում նախորդիվ դեպքեր ունեցանք, որ ընթացակարգը չպահպանվեց ու անկախ պետքա ամփոփելով գանք այն տրամաբանական եզրակացությանը, որ անկախ նրանից այս փաստաթուղթը իրենք պայմանագիր կկոչեն, համաձայնագիր կկոչեն, հայտարարություն, մեմորանդում, փաստաթղթի բնույթն է որոշում, նա արդյոք միջազգային պայմանագիր հանդիսանում է, թե ոչ։ Իսկ երկկողմանի պարտավորվածություններ պետությունների համար նախատեսող փաստաթուղթը ակնհայտորեն այն էլ խաղաղության եզրույթից ուղղակիորեն բխում է, որ գործ ենք ունենալու հենց ռազմական ու քաղաքական բնույթի փաստաթղթի հետ ու որևէ կերպով համաձայնագիր եզրույթը չի կաշկանդելու պարտադիր սահմանադրական պահանջը այն անցկացնելու ներպետական վավերացման գործընթացով եւ այդ գործընթացից խուսափումը կրկին հակասահմանադրական գործընթաց է լինելու։ Իդեպ երեկվանից նաև մտավախություններ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է միակողմանի ստորագրել այս փաստաթուղթը, նման որևէ ընթացակարգ կա թե ոչ, ինչ հետևանքներ է դա ունենալու եւ առհասարակ այս ամբողջ գործընթացի վերաբերյալ ձեր դիտարկումները որոնք են, ինչ վտանգներ եք տեսնում։ Դե ողջ գործընթացը մեկնարկից մինչև մեր օրեր ակնհայտորեն ոչ միայն խնդրահարույց է դիվանագիտության, արտաքին քաղաքականության, իրավունքի եւ ընդհանուր ռազմական անվտանգության ազգային անվտանգության տեսանկյունից ողջ գործընթացը ամենալրջագույն խնդիրն է, որ մենք միակողմանի զիջումային քաղաքականության տիրույթ ենք տեղափոխվել եւ իհարկե խնդրահարույց է մեր իշխանության կողմից նման տկար դիվանագիտության դրսևորումը, որովհետեւ չես կարող խաղաղություն մուրալ
Ինչպես ասում են, եթե հայտնի ասույթում ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, եւ արդեն ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական զարգացումների, աշխարհակարգի փոփոխման, ինչու ոչ նաեւ միջազգային իրավունքի ձևախեղման արդյունքում արդեն ակնհայտ է, որ ուժն է ծնում իրավունք, սկզբունքն է աշխարհում գործում։ Եվ այն պարագայում, երբ մենք ունեինք փոխզիջման հարաբերակցություն Ադրբեջանի հետ, նույն Արցախի հարցի շրջանակում, ու այսօր ունենք իրավիճակ, որ ադրբեջանական զորքերը, Ադրբեջանը արդեն զինված ներկայություն ունի մեր 4 մարզերում, ակնհայտորեն խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ընդգծում ենք, Հայաստանի Հանրապետության, այլևս Արցախի մասին էլ չի խոսքը, որը աշխարհում ճանաչված սուբյեկտ միավոր պետություն է, եւ առկա գործիքակազմերը չեն կարող օգտագործել ներկայիս իշխանությունները, որպեսզի իրավատեր լինեն եւ գոնե մեր սահմանների անառիկությունը ապահովեն, նույն միջազգային հանրության ու աշխարհի աջակցությամբ։ Ունենք իրավիճակ, երբ ռազմագերիներ ունենք դեռ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո, ու մեր գերիների վերադարձում տոտալ անտարբերություն է դրսևորում մեր իշխանությունը, այն դեպքում, երբ իրենց առաջնային օրակարգային պարտավորություններից պետք է դա լիներ, ու դա պարտավորություն է անկախ իրենց կամքից, որովհետև պետք է հիշեցնել, որ մենք անունով ժողովրդավար հասարակություն ենք, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար իրավական սոցիալական աշխարհիկ պետություն է ու իրենք մեր աշխատողներն են։ Քաղաքացին պետք է միշտ հիշի, ցանկացած բարձրաստիճան պաշտոնատար անձ քաղաքացու աշխատողն է, քաղաքացին է իրեն լիազորել, հայտնվելու այնտեղ, որտեղ նա հայտնվել է, եւ նա պարտավոր է կաշկանդվել ու առաջնորդվել քաղաքացու շահով։ Իսկ այն, որ գերիների վերադարձը հանրային պահանջ է, որովհետեւ մեկը չի կարող շղթել, մեկ։ Երկրորդը, սահմանադրական պարտավորվածությունները իշխանության համար պարտադիր իրենց սահմանափակող շրջանակներ են ու չեն կարող իրենց անձնական կամ արտահայտությամբ պայմանավորված անընդմեջ այդ ժողովրդի կամքը փորձեն շրջանցել։ Ինչի այս օրինակները բերեցի, երկու լրջագույն օրինակը։ Մեկը մեր գերիների արկայությունը, երկրորդը ադրբեջանական զորքի արկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Բնականաբար իմ գնահատմամբ դրանք պոպուլիստական հայտարարություն են, ծայրաստիճան միակողմանի զիջման տրամաբանությամբ, որը որևէ լավ տեղ մեզ չի տանելու ու հատկապես դրան համադրելի մենք դժբախտաբար ապավինում ենք ադրբեջանական կողմի խոսույթին։ Իսկ միակողմանի այդ ստորագրության վտանգը կա նման բան, թե ոչ միակողմանի ստորագրության պարագայում ես կարծում եմ ինքը տրամաբանությամբ է գործում, որ ստորագրի փաստաթուղթ ու փորձի նույն միջազգային հարթակների միջոցով պարտավորեցնի եւ դրթի ադրբեջանական կողմին դեպի համաձայնության դաշտի գալ, որովհետև ադրբեջանական կողմը ի տարբերություն ու ի հեճուկս հայկական կողմի ղեկավարության պատրաստակամության ծայրաստիճան ագրեսիվ վարքագիծ է դրսևորում։ Նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հանրային, որ պատրաստական են խաղաղության դարաշրջան ենք մեկնում, տարածաշրջանային տրամաբանությամբ սահմանադրություն ենք ընդունում, Ալիևը իրան մի շարք որակումներ բացասական տվեց եւ ընդգծեց, որ հայկական կողմը իդեմ իր ղեկավարության իրենց համար անվստահելի են։ Այսինքն մեր իշխանությունը մոլորեցնում է մեր հանրությանը։ Բնականաբար խաղաղությունը բոլորի համար տենչալի է։ Որևէ մեկս բնականաբար չենք ցանկանում պատերազմ, ու բնականաբար եթե ռեալ հողեղեն խաղաղության հնարավորություն ունենանք, բոլորս է կտենչանք այն կյանքի գործել։ Բայց վերլուծաբաններս անգամ պետք էլ չի վերլուծաբան լինի։ Մի փոքր տրամաբանություն ունեցող մարդը հասկանում է, որ մենք հաստատ շատ վտանգավոր տեղեր ենք գնում, բայց ոչ դեպի խաղաղություն։ Իրենք փորձում են այն թեզը գեներացնել, որ եթե սա Հայաստանի համար վտանգավոր լիներ այս փաստաթուղթը, Ադրբեջանը միանգամից այն կստորագրեր։ Դա ընդհանրապես տրամաբանական շղթայից դուրս է, ասում եմ մենք չենք ստորագրում, որ Ադրբեջանի, չենք հակառակվում, որ չմտածեն ինչ ասում են, հակառակն ենք անում, դրա համար իրանք միանգամից անում են այն, ինչ Ադրբեջանը թելադրում է,
Ուղղակի չգիտեմ, գիտեք ինչ, արդեն այդ մանիպուլյացիան էլ շրջանակ սահմաններ պետք է ունենա։ Լրիվ մարդկանց հիմարի տեղ են դրել։ Դա օրինակ նման պնդումը անհարգալից վերաբերմունք է դեպի մեր հասարակություն։ Ինչը կարծում են մարդիկ այդքան տկարամիտ են, չեն տրամաբանում, հա, չեն հասկանում ինչ ասել է, ասում է, քանի որ Ադրբեջանը մտածում է, որ մենք կարող է հակառակվենք, ասում է, մենք դրա համար չենք հակառակվում։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է Հայաստանի սահմանադրությունը փոխել, այլ նաև ինչպես դուք էլ ձեր խոսքում նշեցիք, ուզում է տարածաշրջանային նշանակության սահմանադրություն ստեղծել, սա ինչ է նշանակում առհասարակ։ Սա ազգային անվտանգության ու իրավական անվտանգության խնդիր է։ Տարածաշրջանային սահմանադրության գաղափարը մի շարք նոր ականներ ու վտանգներ է իրենից ներկայացնում, որովհետև յուրաքանչյուր պետության սահմանադրություն գրվում է այդ պետության, այդ ազգի առանձնահատկություններից ելնելով եւ դրանք հաշվի առնելով, ընդ որում ազգային ավանդույթները հաշվի առնելով, համազգային շահերը, նպատակները, սկզբունքները արտացոլում է հաշվի առնելով պետության կառուցվածքը եւ մտադրելի կառուցվածքը, կառավարման ձևը, պետական ռեժիմը, տարածքային կառուցվածքը, նույն տարածքային առանձնահատկություններից ելնելով, հա, լինում են ունիտար ու ֆեդերալ պետություններ, այսինքն հիմնադիր անկյունակարային բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթն է, ով խարսխում է պետության կազմվածքը, կառուցվածքը եւ հարաբերակցությունը քաղաքացու հետ, պետության ձևավորման ընթացակարգերը, փոխհարաբերակցությունը միմյանց հետ ու ասել տարածաշրջանային նշանակության սահմանադրություն նշանակում է քո հիմնարար փաստաթղթում ամրագրել օտարի շահեր։ Այն էլ մեր բնույթի տարածաշրջանում, որտեղ մենք հայկական հանրությունս ունենք երկու թշնամի հարևան պետություններ, որոնց հետ սահմանները փակ են։ Ինչ ասել է, հա, պատրաստվում ենք մեր սահմանադրության մեջ ամրագրել թշնամիների շահերը, թշնամիների հետ փոխհարաբերության ընթացք ու հիմք տվող ինչ որ հարցեր լուծել մեր հիմնադիր փաստաթղթում։ Դա ես գտնում եմ, որ շատ վտանգավոր ուղերձ է առ մեր հասարակություն եւ դա ազգային անվտանգության հարց է եւ ինչու ոչ նաեւ իրավական անվտանգության հարց։ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պահանջն է դա, որ փոխեն, բայց պետք է հասարակությունը չէ ի վերջո որոշի։ Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը որոշելու է փոխել ու փոխելու է։ Ինչպես կարող է սա նախ պահանջ ձևակերպել միջազգային հանրության համար, որքանով է սա անկալելի, որ մի պետություն մյուսին պարտադրում է փոխել սահմանադրությունը։ Գնանք Վենետիկի հանձնաժողով։ Վենետիկի հանձնաժողովը ինչպես գիտեք, խորհրդակցական մարմին է Եվրոպայի խորհրդում կազմում գործող, որը կազմված է սահմանադրագետներից ու կարելի ասել, որ հենց պետություններում սահմանադրական բարեփոխումների, փոփոխությունների, նոր սահմանադրությունների ընդունման գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնող խորհրդակցական մարմին է։ Վենետիկի հանձնաժողովի մի շարք տասնյակ կարծիքներում կարմիր թելով անցնում այն գաղափարը, որ ընդհանրապես սահմանադրությունները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով չի կարելի փոփոխել։ Սահմանադրությունը պետք է քաղաքականության ու քաղաքական խաղի կանոնները թելադրի, ոչ թե հակառակը։ Առավել եւս, երբ թշնամի պետությունների դիվանագիտության անկյունակարային հարց է դառնում երկրորդ պետության սահմանադրության փոփոխությունը, դա ամբողջովին տոտալ կերպով հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքների տրամաբանությանը։ Չի կարող որևէ իրենց համար ընդհանրապես մի շարք կարծիքներում տարբեր պետություններում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների համատեքստում իրենք կարմիր թելով անցկացնում են այն գաղափարը, որ ընդհանրապես պետք է սահմանադրության շարունակությունը ու սահմանադրականության կայունություն ապահովի երկրներում։ Իրենք չեն խրախուսում հաճախակի փոփոխությունները, իրենք նոր սահմանադրության ընդունումը ծայրահեղ միջոց են համարում։ Ավելի ցանկալի է ըստ խորհրդատվական կարծիքների մշտապես փոփոխությունների ուղով գնալ, քան նոր սահմանադրություն ընդունել։ Ասեմ ավելին, կան պետություններ, որտեղ նոր սահմանադրության ընդունումը գործող իշխող կառույցների արձակման հիմք է։ Այսինքն օրինակ երբ պատրաստվում է իշխանությունը գնալ նոր սահմանադրության ընդունման ուղով, իրենց խորհրդարանը արձակվում է արդյունքում։
Հասկանում եք, սա զսպող հակակշռող մեխանիզմ է կրկին այն նպատակով, որ այսպիսի քաղաքական նպատակահարմարության ու դիվանագիտական հարաբերության խաղաքարտ երկրի անկյունակարային փաստաթուղթը չդառնա, որովհետև ինչպես տարածաշրջանային սահմանադրության գաղափարն է, այնպես էլ մեր սահմանադրության փոփոխման գնով զիջումները, դրանք պետության ինքնիշխանության խնդիր են առաջանում, այսինքն մեր այդ տարածաշրջանային սահմանադրությունը հակասում է ինքնիշխանության երևույթին։ Նույնն էլ նոր սահմանադրության ընդունման պահանջը հակասում է մեր ինքնիշխանությանը, մենք թույլ ենք տալի հակառակորդը իրեն թույլ տա ներխուժել մեր ներպետական գործընթացներ։ Ինչ վերաբերում է նախ անպայման ընդգծենք, այստեղ, որ այո, այս իշխանությունները ինչ եկել են իշխանության, իրենք լինելով վառ նախկին ընդդիմադիր գործիչներ, օրակարգում ունեցել են սահմանադրական փոփոխությունները, բայց առաջին անգամ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը տվեց մեկնարկը նոր սահմանադրության ընդունման ու դա ուղղակիորեն համընկավ ու հաջորդեց Ադրբեջանի նախագահի ելույթին։ Ադրբեջանի նախագահը մենակ նախորդ տարվա ընթացքում շուրջ 3 տասնյակ անգամ հանրային կերպով խոսել է սահմանադրական փոփոխման պահանջի մասին, իսկ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պահանջը ամփոփվում է մեր նախաբանի մեջ, պահանջում են նախաբանից հեռացնել հղումը դեպի մեր անկախության հռչակագիր։ Իսկ այդ անկախության հռչակագրի հղումը մեր հիմնադիր նախահայրերի եւ սահմանադիրների, ովքեր բարեփոխումների հանձնաժողով է եղել, հեղինակավոր անձինք են եղել, ովքեր այդ մշակման process-ը իրականացրել են եւ արդյունքում ընդունվել է 1995 թվականի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, շատ նուրբ եւ գեղեցիկ կերպով իրավական կյանք են տվել մեր անկախության հռչակագրին, որը մեր ծննդյան վկայականն է պետության, անձեռնմխելի փաստաթուղթ է եւ ցավոք սրտի ես գտնում եմ, որ իշխանությունը իրենք էին փորձում խուսափել հերթական անգամ հանրաքվեից, այդ մասին վկայեց տխրահռչակ սահմանադրական դատարանի որոշումը, որով կհիշեք Տավուշյան սահմանազատման հայտնի աշխատակարգը սահմանադրական դատարանի քննության ներկայացրեցին եւ լրիվ ոչ առնչելի կերպով մեկնաբանելով Զավակին խժռող ծնողի տրամաբանությամբ այո, այդ այլ փաստաթղթի տրամաբանության ու քննության ներքո սահմանադրական դատարանը որակումներ ու գնահատականներ տվեց մեր անկախության հռչակագրին, ինչի իրավունքը չուներ ու մեղմ ասած, ինձ համար անընդունելի եւ տխրահռչակ որոշման մասին է խոսքը։ Սա իրավական զարտուղիներ իմ կարծիքով հենց իշխանությունների կողմից մտածված, որը այնուամենայնիվ Ադրբեջանին եւ Թուրքիային չբավարարեց ու շարունակեց օրակարգային մնալ նոր սահմանադրության փոփոխությունը ու ինչու իրենք արդեն սահմանության փոփոխության գործընթացից անցում կատարեցին դեպի նոր սահմանադրություն ընդունում, որովհետեւ սահմանադրական փոփոխությամբ իրանք կարող են ամբողջ տեքստը սահմանությամբ նոր խմբագրությամբ շարադրել, բայց կաշկանդված էին նախաբանում ու անփոփոխելի դրույթներում փոփոխություն կատարելով։ Իսկ քանի որ թշնամու պահանջը մեր նախաբանին ու անկախության հռչակագրին, որում ամրագրված է ցեղասպանության ճանաչման պատմական հիշողություն արձանագրող փաստը, հայտնի Լեռնային Ղարաբաղի միավորման որոշմանն է հղում կատարված, այդ երկու դրույթներն են խնդրահարույց թշնամիների համար, արդեն իրենք խնդիր ունեցան ընթացակարգը տեխնիկական առումով փոխելու եւ անցում կատարելու նոր սահմանադրության ձևաչափի։ Այստեղ մի հատ լրիվ նոր հարթություն է հայտնվում, ինչ կրկին Վենետիկի հանձնաժողովին անդրադառնամ, տեսեք, դուրս է գալիս, որ 18 թվից լինելով իշխանության, արդեն իրենք օրակարգում 2025 թվականն է, 6 տարի է ունեն սահմանադրական փոփոխություններ։ Այս 6 տարիներ հանձնաժողով նաև երկու թվով, առաջինը եթե չեմ սխալվում, իրավաբան գիտնականների դրա կազմից դուրս գալու հիմքով կազմալուծվեց, երկրորդը գործում է։ Այդ հանձնաժողովները իրավական ակտով են ստեղծում վարչապետի որոշմամբ։ Հանձնաժողովի համար կար վերջնաժամկետ 2022 թվականի պետք է ներկայացվեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, 23 թվականին պետք է ներկայացվեր նախագիծը սահմանադրության տեքստի։ Իրենք իրենց իսկ ընդունած
իրավական ակտի ժամկետները խախտեցին, հետո 24 թվականի Նիկոլ Փաշինյանի մեկնարկից հետո մինչև 24 թվականն այդպես էլ որևէ փաստաթուղթ չէր շրջանառվել, չէր ներկայացվել համենայն դեպս մեզ հանրությանս 24 թվականին փոփոխություն կատարեցին, արդեն մեջը նշվեց, որ ունեն խնդիր նոր սահմանադրություն ընդունելու եւ ժամկետները երկարաձգվեց մինչեւ 2026 թվական։ 26 թվականին վերջնաժամկետ ունեն հայեցակարգի սահմանադրական բարեփոխումների եւ սահմանադրության տեքստի մշակման ու ներկայացման։ Բայց ինչն է մեխը ինչու՞մ է կայանում, հա, որ այս իշխանությունները նույն այդ վարչապետի որոշման մեջ, որպես այդ հանձնաժողովի ու խորհրդի գործունեության սկզբունք ունենալով թափանցիկությունը, հաշվետվողականությունը, նույն ունենալով Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ, հա, տասնյակներ որոշումներ ու կարծիքներ առայն որ սահմանադրական ցանկացած փոփոխություն պետք է ունենա թափանցիկության, հաշվետվողականության ու ներառականության սկզբունք, այսինքն process-ին պարտավորված են մարմինները իշխանության ներգրավել երկրում գործող քաղաքական ընդդիմադիր ուժերին, մասնագիտական համայնքին, ակադեմիային, քաղաքացիներին հաշվետու լինել, թափանցիկ լինել, իրազեկել, ներգրավել քննարկումների։ Ու այս ամենին հակառակ մինչ օրս անգամ մեկ դրույթ այս իշխանությունը, մեկ նյութական դրույթ, որը պատրաստվում է կյանքի կոչել կամ փոփոխել, չի ներկայացրել մեզ։ Այս մարդիկ վրթովվում են, մունաթ են գալի լրատվամիջոցների եւ քաղաքացիների վրա։ Այն դեպքում, երբ 6 տարի իրենք են պնդում, հա, այո, դուք ունեցել եք օրակարգը փոփոխությունների, բայց Նիկոլ Փաշինյանը անգամ նախորդ տարի հայտարարեց, որ իրենք կառավարման ձևից էլ չեն պատրաստվում հրաժարվել, որ իրենց համար ընդունելի է խորհրդարանական կառավարման ձևը, իրենց համար ովքեր դες ինքը անընդհատ մտադիր է ընտրվել վարչապետ։ Տեսեք, իրենք այն քաղաքական ուժը, որ նախկինում ոչ վաղ անցյալում որպես վառ ընդդիմադիր գործիչ այդքան քննադատել ու քարկոծել էր այդ նույն կառավարման ձևը ու որը նաև հիմք հանդիսացավ, հա, որ շահարկումների եւ արդյունքում հայտնի 18 թվականի իրադարձությունների։ Հիմա այս մարդը արդեն սահմանադրության փոփոխություններից դեպի նոր սահմանադրության տիրույթ է անցում կատարել, իսկ նոր սահմանադրությունը դա լրջագույն գործընթաց է ու նոր սահմանադրության ճանապարհը ենթադրում է, որ իրենք այնպիսի կմախքային փոփոխություններ են նախատեսում, որ հնարավոր չէ սահմանադրական փոփոխությամբ իրականացնել, բայց ի հեճուկս այդ ենթադրելի նորմալ իրավական պետության համար հարիր գործընթացներին կրկին ընդգծում եմ, հա, այս մարդիկ արդեն 5 տարի գործող հանձնաժողովների պայմաններում անգամ մեկ դրույթ, չեմ ասում 2, 5, 10, մեկ դրույթ չեն ասել, թե ինչ են պատրաստում փոխել։ Չի կարելի Փոխարենը ասում է Ադրբեջանը, թե ինչ պետք է փոխել։ Ու միակ հիմա ուր ենք գալիս, եզրակացնելու համար, այո, եզրակացնելու համար այսօր ինչու են վրթովում, որ ասում ենք ադրբեջանական օրակարգ են սպասարկում։ Այո, մենք մինչ օրս միակ նյութական տրամաբանական պատճառաբանությունը, որով պայմանավորում ենք նոր սահմանադրության ընդունման օրակարգը, դա թշնամական օրակարգերի պահանջատիրությունն է։ Դա է արտադատության նախարարն էլ էր դա հաստատել իր խոսքով, ասում է խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը եւ խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը, երբ ասում է տարածաշրջանային նշանակության սահմանադրություն։ Դե ես կարելի է երկրորդեմ արտադատության նախարարին մեր սահմանադրության ներկայիս տեքստը որևէ կերպով այդ խաղաղությանը չի հակադրվում։ Մեր սահմանադրության ներկայիս տեքստը որևէ սպառնալիք ու թշնամական հարաբերություններ ու պատերազմ չի հրահրում։ Մենք ունենք բավականին որակյալ սահմանադրության տեքստ, որի վերաբերյալ գնահատականներ են հնչեցվել միջազգային կառույցների կողմից եւ այդ իր կողմից թվարկյալ նպատակներին հասնելու համար բնավ սահմանադրության տեքստը փոփոխության ենթարկելու անհրաժեշտություն չկա։ Իսկ վտանգներ շատ կան։ Իդեպ ակնհայտ է, որ այդ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եթե անցկացնեն, հստակ հարց է դրվել. ուզում եք խաղաղություն, թե պատերազմ։ Չեն ասելու ուզում եք նոր սահմանադրություն, թե գործող սահմանադրությանը կողմ եք եւ այլն, ասել են ուզում եք պատերազմ, թե խաղաղություն, որովհետեւ Ադրբեջանից հստակ դա ասվել էր։ Էլչին Ամիրբեկովը
դեռ նախորդ տարի էր ասել, որ Նիկոլ Փաշինյանը իրենց հետ խորհրդակցություններ է ունեցել եւ ժամանակ է խնդրել մինչեւ 2027 թվականը, քանի որ դրանից շուտ չեն կարողանա գնալ սահմանադրական փոփոխությունների եւ ասում է հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի խաղաղության կամ պատերազմի միջեւ։ Ես կրկին ընդգծում եմ, բնականաբար բոլորս ենք ուզում խաղաղություն, բայց մենք մասնագիտական համայնքը, զանգվածային լրատվական միջոցները, մտավորականությունը, բոլոր մարդիկ, ովքեր կրկին տրամաբանելու հնարավորություն ունեն, պետք է քաղաքացուն թույլ չտանք մոլորեցնել, որովհետև իրենք ինչու չեն անում հանրակրվե։ Ես համոզված եմ, որ իրենք ունեն մոտավոր սոցհարցումներ, գնահատականներ, որ իրենց հիմա չի հաջողվելու անել, ապահովել այդ հանրակրվեի անցկացումը, ու հենց դրանով է պայմանավորված, որ նույն սահմանադրական դատանի զարտուղին մտածեցին, որ անընդհատ հետաձգում են, նույն մենակ այս դեպքում չէ։ Տեսեք, Տավուշյան սահմանազատման process-ում, երբ Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող հողեր հանձնվեցին, կրկին սահմանադիրը ունի իր պարտադիր պահանջ, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցը որոշում է հայ ժողովուրդը հանրակրվեով։ Ինչ արեցին, ակնհայտորեն շրջանցեցին ու խախտեցին այս պարտադիր նորմը, մեկնաբանելով, որ դրանք Հայաստանի Հանրապետության տարածք չեն, դրանք ադրբեջանական տարածք են, մեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր հանդես չեն գալիս իրենց անունից, իրենք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ու ցավոք սրտի իրենց հայտարարությունները արձանագրվում են թշնամիների կողմից եւ որպես փաստական հանգամանքներ, հիմքեր օգտագործվում են մեր դեմ։ Հետագայում հնարավոր լինելու է միջազգային հանրությանը ցույց տալ, որ սա ակնհայտ ուժի սպառնալիքի ներքո ընթացող գործընթաց է, թե այս խաղաղության պայմանագիր կոչվածը, որը պատրաստ է Նիկոլ Փաշինյանը ստորագրել, թե առհասարակ այդ սահմանազատում, սահմանագծումը եւ այլն, որովհետեւ Ադրբեջանը ակնհայտ սպառնում է պատերազմով։ Այո, երբ ես լիահույս եմ կգա այդ օրը, կրկին նաեւ ընդգծեմ, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ներկայացուցիչների որդեգրած քաղաքականությունը բեռ է մեր սերունդներին, որովհետև իրենք հավերժ չեն եւ իրենք իրավունք չունեն նման կերպով Հայաստանի Հանրապետության ճակատագրի հետ խաղալ եւ իրենց գործունեությունը դա ժառանգելու են այլ սերունդներ ու այլ ուժեր։ Ես լիահույս եմ, երբ մենք կունենանք ազգակենտրոն, հայկական շահով առաջնորդվող, հմուտ դիվանագետներ, ռազմական քաղաքական գործիչներ, իրավական համայնք, այդ մարդիկ ամեն ջանք ու եռանդ կներդնեն, որպեսզի հնարավորինս չեղարկեն եւ բնականաբար ադրբեջանական կողմի վարքագիծը հավուր պատշաճի իր բոլոր նրբերանգներով դրսևորման ներկայացնեն միջազգային ատյաններին ու լիահույս եմ նաեւ որ միջազգային իրավունքը այնքան խեղաթյուրված ձևախեղված չի լինի որ կտա պատշաճ գնահատական որովհետեւ մենք մինչ օրս էլ միջազգային ատյաններում ունենք արձանագրած հաջողություններ մարդու իրավունքների եվրոպական դատարանում դա միջանկյալ միջոցների տեսքով է եղել, որոշումների տեսքով է եղել, արդարադատության դատարանի որոշման տեսքով է եղել, բայց ճակատագիրը ինչ է լինում այս գործընթացների։ Դրանք թղթին գրված փոքրիկ հաջողության տեսքով են մնում, իսկ Ադրբեջանը անտարբերության ու անգործության է մատնվում։ Բայց նաև փորձում է դրանցից ազատվել Ադրբեջանը, որովհետև ակնհայտ կաշկանդում են Ադրբեջանին այդ որոշումները։ Բայց տեսեք, ինչն է խնդիրը նաև, որը նույն միջազգային կառույցների հեղինակության հարց է։ Ադրբեջանի տոտալ անգործությունը որևէ հետևանքներ չունեցավ, երբ նժարին դրված էր մի կողմից Ադրբեջանի հետ հնարավոր ինչ-որ ընդհանրական շահեր, մյուս կողմից այդ բարձրագույն արժեքները, որոնք այդ կառույցները հռչակել են ու որոնց ստեղծման, պահպանման միտումով իրենք ընդհանրապես ի հայտ են եկել ու երկատասնամյակների աշխատանքի արդյունք է այն հեղինակությունը, որը իրենք ձեռք են բերել։ Իսկ Ադրբեջանի վրա որևէ լուրջ սանկցիա վրա չհասավ այդ անգործության համատեքստում։ Մենք ներպետական իրավունքում ունենք, չէ՞, դատարաններ ու դատարանների որոշումները կայացրած ակտերի կատարումն ապահովում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունները պետություններում։ Հիմա միջազգային իրավունքում այդ կատարումը ապահովող մարմինը չկա եւ որպես կանոն այլ գործիքակազմեր են գալիս ստիպելու պետություններին, այո, ի կատարածելու իրենց որոշումները։ Դրանք հենց օրինակ սանկցիաներն են որպես առավել հաճախ դրսևորում։
Իսկ Ադրբեջանի նկատմամբ ես կրկին եմ ցավով ընդգծում, որ միջազգային կառույցներն էլ իրենց հեղինակությունը դրեցին զոհասեղանին ու այդպես էլ չապահովեցին որևէ որոշման, թեկուզ օրինակ Արցախի շրջափակման ժամանակ մարդասիրական օգնության ապահովման։ Հիմա բայց նաև իշխանությունները այս ամենին հղում անելով են ասում, որ այդ հայցերը միջազգային ատյաններ ներկայացված հետ կանչելը որևէ խնդիր չի առաջացնում, որովհետև այսպես թե այնպես Ադրբեջանը դրանք չէր կատարում։ Դա շատ լրջագույն խնդիրներ պարունակող կրկին հերթական բնագավառն է ու հերթական հարցն է, որի վրա մենք պետք է ուշադրությունը սևեռենք, որովհետև կրկին ընդգծում եմ, մենք անշնորհակալ կարգավիճակում ենք, չենք տեսել ինչպիսի ձևակերպմամբ են իրենք համաձայնության եկել, բայց այս հարցը շատ հարթություններ ունի։ Արդյոք հայելային է լինելու թե մենք թե Ադրբեջանն է հրաժարվում իր պահանջներից, ժամանակահատվածը, ինչ ժամանակահատվածի համար են նախատեսել հայցերի հետ կանչը, արդյոք դա 44-օրյա Արցախյան պատերազմից սկսած մինչ օրերս է, թե Հայաստանի Հանրապետության ողջ պատմության, երրորդ հանրապետության մասին է խոսքը, արդյոք Ադրբեջանը պարտավորվածություններ ստանձնում է հետագայում որևէ գործընթաց չմեկնարկի, իսկ ինչ եթե մենք հայցերը հետ ենք կանչում, Ադրբեջանը դա նոր իրավական երանգներ է տալիս այս գործընթացին եւ նոր ավելի թեժ նյութական պահանջներով, ռեսուրսային պահանջներով նոր հայցադիվումների հիմք է տալիս։ Դրա պատասխանն էլ ունեն իշխանությունները եւ նրանց քարոզիչները, ասում են այդ դեպքում կստացվի Ադրբեջանը խախտում է խաղաղության պայմանագիրը եւ հայկական կողմի ձեռքերն էլ կարձակվեն դա խախտելու համար։ Ես հակընդդեմ հարց ունեմ իրենց, այդ դեպքում եթե խախտում է, ինչ ենք անելու, մեր երաշխիքը ո՞րն է։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանը չէր, որ ասեց մենք կնքում ենք, բայց չենք կարող երաշխավորել խաղաղություն, չգիտենք Ադրբեջանը կհարձակվի թե ոչ։ Երբ որ վարչապետը գործադիր իշխանության ղեկավարը բանակցային process-ի ղեկավարն ու առաջնորդողը այդ բանակցային process-ի նման գնահատական է տալիս, դա իր հրաժարականի հիմք է։ Ինքը այդ պահից պարտավոր է հրաժարականի դիմում ներկայացնել եւ զիջել այդ process-ի ղեկավարը մի մարդու, ով ավելի հմուտ է։ Այսինքն դու ողջ մի process ես գեներացրել, ազգի ճակատագիր ես դրել զոհասեղանին մարդկային կյանքեր ու ասում ես չեմ կարող այնուամենայնիվ անգամ ստորագրելու պայմաններում երաշխավորել դրա կյանքի կոչումը։ Այստեղ ասում եմ ամեն ինչ տրամաբանական շղթայի մեջ է ու իրենք մշտապես հակասում են իրենց խոսքերին։ Ուղղակի մենք խնդիր ունենք մարդուն, քաղաքացուն, հային հասցնել այդ հակասությունները եւ ասել, որ իրենց խափում են։ Այդ խաղաղությունը բաղձալի է, բայց խաղաղությունը թվայցյալ է։ Ժողովուրդը ընդդիմանալու ինչ գործիքներ ունի այս իրավիճակում։ Կողմ չքվեարկելու։ Հանրակրվեն, եթե տեղի ունեցավ, նախ մենք հասկանում ենք, որ այս հանրակրվեն սահմանադրական Փաշինյանը նաև թշնամիների հետ խաղարկում է իր իշխանությունը երկարաձգելու որպես հենասյունային պատճառ, բայց ժողովուրդ այնուամենայնիվ ժողովուրդն է որոշում կայացնողը, նախ առաջին հերթին մենք պետքա փորձենք ամեն ձև խախտումները կանխարգել, որպեսզի արդյունքներ չկեղծվեն, իսկ դա պետքա ուժեղ քարոզչության միջոցով, ընտրության ներկայացվածության նույն դիտորդական առաքելությունների միջոցով իրականացնել մեկ, երկրորդը զուտ գնալ ոչ քվեարկելն է կամ չգնալն է, որովհետև ի տարբերություն ընդհանուր ընտրությունների հանրակրվեի պարագայում նոր սահմանադրության ընդունման սահմանադիրը ունի մասնակցելիության պահանջ։ Պետք է մասնակցածներից կեսից ավելին այո քվեարկի, բայց պետք է մասնակցի ընտրական իրավունք ունեցողների ոչ պակաս, քան 1/4-ը։ Բայց մինչ այդ կարծես թե սպասում են համապետական ընտրությունները, որովհետև ակնհայտորեն 2027 թվականից շուտ Նիկոլ Փաշինյանն չեն կարող գնալ սահմանադրական փոփոխությունների հանրակրվեի, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից եկած տեղեկատվությունները։ Դե տեսեք, հաշվի առնելով նաև, ինչպես ընդգծեցի, որ մինչ օրս իրենք անգամ մեկ դրույթ չեն ներկայացնում մարդկանց ու չեն ապահովում թափանցիկություն, ներառականություն ու հանրային հաշվետվողականություն, բնական է, որ իրենք էլ են գիտակցում, որ այդ տեքստը այնպիսին է լինելու, որ մարդկանց վրդովմունքի տեղիք է տալու եւ հնարավոր է կանխավ անցկացնելու պարագայում հակառակը իրենց ընկած վարկանիշը ավելի
վնասվի ու հերթական ձևաչափով իրենց հարիր պոպուլիզմով համեմված փորձելու են այո համապետական ընտրություններին հերթական 2026 թվականին ապահովել իրենց վերարտադրությունը բայց ես լիահույս եմ որ այնուամենայնիվ այդ օրվանը չենք հասնի Իհարկե մեր այս թեմաների հետ կապ չունեցող բայց Գյումրիի ընտրություններին անդրադառնանք նաև վերջում Ինչ խնդիրներ եք տեսնում հիմա արդեն այս քարոզարշավի ընթացքում եւ ինչ սպասելիքներ կան Հիմիկվանից արդեն մենք դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ հավատարմագրվել ենք դիտորդական առաքելություն իրականացնելու մենք ասելով իմ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն կազմակերպությունն է համագործակցում ենք հայակվե նախաձեռնության հետ մեկտեղել ենք ռեսուրսները նախ օրենսդրական հնարավորությունների ավելի լայն շրջանակներից օգտվելու համար այս պարագայում հնարավորություն կունենանք յուրաքանչյուր տեղամասային կենտրոնում 2 դիտորդ ունենալու բացի այդ մարդկային ռեսուրսն ենք մեկտեղել վերապատրաստումների առումով դիտորդների այո անպայման լինելու եմ նախ հաշվի առնելով նախորդ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ընթացքում ակնհայտ ապօրինի process-ները Իդեմ օրինակ Մամիկոն Ասլանյանի ով ընտրված համայնքի ղեկավար էր ու մարդուն ապօրինի կերպով ազատազրկեցին կանխելու համար նրա ժողովրդի քվեի իրացումը մարդիկ գնացել ընտրություն էին կատարել սա օրինակ ընտրական գործընթացին նման միջամտությունները ուղղակիորեն ավտորիտար ռեժիմ ունեցող պետություններին հարիր ձև են, որովհետև երկրում ժողովրդավարության չափորոշիչը տվյալ պետության ընտրությունների որակն է ու ազատ ընտրությունները։ Պատահական չի, որ մեր սահմանության երկրորդ անփոփոխելի հոդվածը տալիս է իշխանության ձևավորման ձևը, դա ազատ ժողովրդի կողմից ազատ ընտրությունների միջոցով իրենց քվեի իրականացումն է։ Եվ այո, այդ ընտրությունն է տալիս որակը ու չափանիշը, կարգավիճակը տվյալ պետության ժողովրդավարության համատեքստում եւ այս արդեն մի քանի տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի հավաքայինների ընտրություններից կարող ենք եզրակացնել, որ շատ ցավալի վիճակում է մեր ժողովրդավարությունը գտնվում։ Ու այո, հաշվի առնելով Գյումրու վրա սևեռվածությունը, ընդ որում ողջ ռեսուրսով, վարչական ռեսուրսով, մարդկային ներուժով, մանիպուլյացիոն քարոզչությամբ իշխանությունը ներգրաված է process-ին, ցուցակում ինչքան գյումրեցի падգամավոր պաշտոնյա ունեն, բոլորին ընդգրկել են համայնքի հավաքանու ցուցակ եւ շատ ագրեսիվ քարոզչություն են իրականացնում այն դեպքում երբ հանրային ծառայության մասին մեր օրենքը մի շարք սահմանափակումներ իրենց համար նախատեսում այնուամենայնիվ քարոզչական սահմանափակումներին հանրային ծառայողի շրջանակներում այդքան էլ հավատարիմ չեն մնում բայց դե պետք է արձանագրվի ու պետք է փորձ արվել որպեսզի հնարավորինս մինիմալ խախտումներով լինեն ու վերահսկենք նման խախտումները բացահայտելու ու կանխարգելելու համար Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար 168 TV-ի եթերում ռիվյուներ հետևեք մեր հետագա թողարկումներին